Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալում լարվածությունը հասնում է իր բարձրակետին։ Սիրո, խաբեության, մոլորության ու ընտանեկան գաղտնիքների այս պատմությունը նոր շերտեր է ստանում և հանդիսատեսը սթափ շունչ է քաշում սպասելով ամեն մի պահի, որը պայթյունավտանգ շրջադարձ է խոստանում։ Աննան, Հենրիի մայրն, ով մշտապես եղել է խելացի, ինքնատիրապետում ունեցող կին, այժմ խեղճացած կանգնած է մի ճակատագրական ընտրության առաջ։ Նա գիտի մի ճշմարտություն, որը կարող է ամբողջությամբ կործանել ոչ միայն իր որդու երջանկությունը, այլ նաև խափանել մի սիրո պատմություն, որի համար պայքարել են երկու երիտասարդ սրտեր՝ Հենրին ու Անգելինան։ Այս ճշմարտությունը նրա իմացածը Հենրիի ու Անգելինայի կյանքի ամենամեծ ցնցումն է դառնալու։ Միքայելն Աննային համոզել է, որ Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր են, այսինքն Անգելինան իր դուստրն է ծնված մեկ ուրիշ կնոջից։ Ըստ Միքայելի, Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր են, սակայն Միքայելը մոռանում է, որ ամեն սուտ ուշ թե շուտ բացահայտվում է։ Այդ սուտը խորը ցնցում է պատճառել Աննային։ Նա փորձում է հավատալ Միքայելին, բայց միաժամանակ նրա սիրտը պատռվում է այս սարսափելի երկմտանքի մեջ։ Հեռուստասերիալի ինստագրամյան էջում տեղադրված տեսանյութում Աննան մեկ պահ զանգահարում է ինչ-որ մեկին դողացող ձեռքերով։ Տեսանյութում տեսնում ենք, թե ինչպես է նրա արտասուքն աչքերին խոսում, և երկրպագուներն անմիջապես ենթադրել են, որ նա զանգահարել է Հենրիին, որպեսզի պատմի ճշմարտությունը։ Բայց արդյոք նա պատմելու է, կամ ինչ է պատմելու։ Կբավականացնի արդյոք նրա ուժը բացահայտելու մի ճշմարտություն, որը միգուցե հենց ինքը Աննան չգիտի ամբողջությամբ։ Աննան չի ուզում կոտրել իր որդու սիրտը, բայց գիտի որքան երկար լռի, այնքան ծանր կլինի այդ պահին պայթելու ուժը։ Այդ իսկ պատճառով նա որոշում է խոսել, բայց միևնույն ժամանակ հարսանիքը մոտենում է։ Հենրին ու Անգելինան արդեն արել են իրենց ընտրությունը, նրանք պատրաստվում են կյանքի մի նոր գլուխ բացել լի սիրով, հույսերով ու երազանքներով։ Բայց ճշմարտությունը չի սպասում, և ամեն ինչ հստակվելու է հենց հարսանիքի օրը։ Հնարավոր է Աննան չհասցնի ասել, հնարավոր է ճշմարտությունը դուրս գա մեկ այլ մարդու շուրթերից։ Շատերն են կասկածում, որ ամեն ինչ բացահայտվելու է հենց հանդիսավոր արարողության ժամանակ հյուրերի ներկայությամբ, բայց մի խոսքով ոչ մի կերպ։ Եվ այդ ոչ մի կերպը հաստատ խաղաղ չի լինելու։ Այդ ճշմարտությունը սարսափելի է, բայց միևնույն ժամանակ կեղծ, որովհետև Անգելինան իրականում Միքայելի դուստրը չէ, նա Աննայի ու Սոսի աղջիկն է, և այս ամբողջ սարսափը եղբոր ու քրոջ միջև սիրո մասին կառուցված է Միքայելի հորինած ստի վրա։ Այդ սուտը մի ամբողջ ընտանիք է խորտակելու, եթե չբացահայտվի ժամանակին։ Հարսանիքին սպասվում է անսպասելի զարգացում։ Շքեղությունը մի ակնթարթում կարող է վերածվել դրամատիկ տեսարանի, ովքեր կմիջամտեն, կհայտնվի Սոսը պատմելու ճշմարտությունը, կփրկվի Հենրիի ու Անգելինայի սերը։ Այսքանից հետո հեռուստադիտողը միայն մի հարց ունի՝ արդյոք սերը կհաղթի ստին։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր ու ինտրիգային գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի դիտեք ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք կատարվել են նկարահանման հրապարակում, և որպեսզի առաջինը տեղեկանաք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև գրել ձեր կարծիքները կերպարների ու դերասանների մասին։ Գրեք, թե որ կերպարին ու դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Հեռուստասերիալի նկարահանումներից հետաքրքիր հատվածներ են հայտնվել համացանցում, որից պարզ է դառնում, որ Հենրին ճշմարտությունն իմանալուց հետո մեծ ցնցում է ապրում։ Նա հոգեբանական ծանր վիճակում է հայտնվում, քանի որ պարզում է, որ իր սիրելի աղջիկը Անգելինան իր քույրն է։ Իհարկե, սա ճշմարտություն չէ, սա Միքայելի հորինած ճշմարտությունն է, որպեսզի Անգելինային ու Հենրիին բաժանի իրարից։ Բայց արդյոք նրան կհաջողվի, թե ինչ-որ հրաշք կերպով կբացահայտվի, որ նրանք բոլորովին քույր ու եղբայր չեն։ Ամեն դեպքում, այս սուտ ճշմարտությունը բացահայտվելու է հարսանիքի ժամանակ բոլոր հյուրերի ներկայությամբ, կամ գոնե հարսանիքին գալու է Անգելինան, չի գալու Հենրին, որովհետև ինչպես երևում է հրապարակված տեսանյութից, Աննան զանգահարում է Հենրիին ու ասում ճշմարտությունը։ Հավանաբար Հենրին այդպես էլ
չի հայտնվում իր հարսանիքին։ Թե ինչ է սպասվում հենց հարսանիքի օրը շատ կարճ ժամանակում նոր կբացահայտվի։ Ընդամենը ժամեր անց տեղի կունենա այդ չարաբաստիկ հարսանիքը, որի ժամանակ կխորտակվեն երկու սիրող սրտեր, իսկ Հենրին կհայտնվի կամրջի եզրին։ Իսկ թե ով կփրկի Հենրիին և ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտան ժամանակը։ Հրապարակվել է նաև մեկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Հալալը սառը ցնցուղ պահում Հենրիի գլխին, որպեսզի Հենրին կարողանա ուշքի գալ։ Իհարկե, ուշքի գալը դժվար է, քանի որ Հենրին այնպիսի բան է իմացել, որը փոխել է նրա ողջ կյանքը։ Նա Անգելինային սիրում է բոլորից ու ամենից շատ, իսկ այժմ պարզվում է, որ նա սիրել է իր հարազատ քրոջը։ Ինչ է սպասվում Միքայելին այն բանից հետո, երբ պարզվի ողջ ճշմարտությունը։ Արդյոք նրա հարազատ որդին կկարողանա նայել հոր աչքերին ու ներել այս ամենից հետո։